Փառք եւ փառք մեր Տեր Հիսուսին, իսկականից ինչ հրաշալի Տեր ունենք մենք։ Թողեք կարդամ ձեզ համար Մարկոս ավետարանից այս օրհնյալ խոսքերը։ Մարկոսի ավետարան 12-րդ գլխից 28-30 խոսքերը։ Եվ դպիրներից մեկը մոտ եկավ, լսելով, որ վիճում էին, եւ երբ որ տեսավ, թե լավ պատասխանեց նրանց, այսինքն Հիսուսը, նրան հարցեց, որն է ամենից առաջին պատվիրանքը։ Հիսուսն նրան պատասխանեց, թե ամեն պատվիրանքներից առաջինը սա է. լսիր եկեղեցի, լսիր Իսրայել, լսիր հավատացյալ, մեր Տեր Աստվածը մեկ Տեր է։ Եվ սիրիր քո Տեր Աստծուն բոլոր սրտիցդ, եւ բոլոր անձիցդ, եւ բոլոր մտքիցդ, եւ բոլոր զորությունիցդ, սա է առաջին պատվիրանքը։ Սիրիր քո Աստծուն, որ մեկ է։ Շատ օրհնյալ խոսք է, որ մտածում էի։ Աստված այսպես դասավորած, ինչպես երգերի մեջ էլ լսեցինք, Աստծո սիրո մասին, սիրել Հորը, սիրել Սուրբ Հոգուն, սիրել Տեր Հիսուսին։ Մեզ ամենակարևոր պատվիրանը սա է, ինչպես գրված է, առաջին, ամենակարևորը, ով եկեղեցի, ով Իսրայել, սիրիր քո Աստծուն, ամբողջ սրտով, ամբողջ մտքով, ամբողջ հոգով, էությունով, բնավորությունով, բնությունով եւ զորությունով։ Սա ամենամեծ պատվիրանքն է։ Աշխարհը այս օրերում զրկված է այս կարևոր օրհնությունիցը։ Սիրո հակառակը դարձել է ոչ թե մենակ ատելություն, այլ դավաճանություն եւ ուրիշ բաներ։ Երբ որ սերը պակսում է, ամեն բան խառնվում է, մարդը շփոթված է։ Ինչու է ծաղիկը թոռոմում։ Ինչու են դաշտերը չորացել։ Ինչու է մարդկանց մեջ այսպես վատ հարաբերություններ, ամեն ինչը գալիս է պակասություններից։ Ջուրը, երբ որ չի լինում, ծաղիկը թոռոմում է։ Երբ որ ջուր չկա, երբ որ անձրև չի տեղում, դաշտերը չորանում են, այգիները չորանում են։ Եվ երբ որ սերը չկա, մարդկությունը գնում է դեպի մահ։ Եվ Աստված այնպես սիրեց աշխարհը, որ իր միածին որդուն տվավ, որով որ նրան հավատա չկորչի։ Սերը իր իսկական հատկանիշը եւ հատկությունը տալն է, առնել չի։ Աստված աշխարհը սիրեց եւ տվեց, չարավ, նվիրեց։ Սա ինձ ու քեզ օգնում է, որ իբրև հավատացյալներ հասկանանք եւ իմանանք, որ եթե ուզում ենք հոգևոր առողջ ու ողջ կյանք ունենանք, լցված պիտի լինենք Աստծո սերիցը, որ տալիս է, նվիրում է։ Դարեր եկեղեցին ապրել է Աստծո սիրո միջոցով։ Շատ բաներ կա Աստծո խոսքը մեզի ցույց է տալի ու սովորեցնում է, պարգևներ, Սուրբ Հոգու պտուղներ, որ նորից էլի են սերն է։ Եկեղեցու մեջ շատ հրաշքներ է եղել, բայց այն եկեղեցին եւ այն հավատացյալն է կայուն մնացի ու կանգուն, որ Աստծո սիրո մեջ է ապրել։ Որ չի մտածել, որ ես էս պիտի ունենամ եւ ես պիտի էս լինեմ։ Ես պիտի լեցված լինեմ Աստծո սիրով, որ կարող է նվիրել ու ներել։ Շատ դժվար է մտածել, բայց պատահել է, հավատացյալը աղքատացել է, եկեղեցուց հեռացել է, հավատքից ընկել է, որովհետև սերը Աստծո իր մեջ պակսել է։ Այդ յուղը չկա այլ, այդ ջերմությունը, թարմությունը։ Մենք մեղադրում ենք ուրիշներին, հանկարծ կարող է, մեղադրում ենք հենց մեզի կարող է, չգիտեմ, մեղադրում ենք եկեղեցին, ամենը սրանք պատահում, բայց կարևոր բանն է սա, Աստծո սերը ամեն բան ծածկում է։ Եվ հատկապես, որ մենք սիրում ենք Աստծուն, Իսրայել, ով եկեղեցի, սիրիր քո Աստծուն։ Սերը չի պահանջում, սերը տալիս է։
Ինչպես զույգը, որ իրար սկսում են սիրելը կամանց, ովքեր որ սիրահարվել են լավ գիտեն, որ առաջի օրերի սերը ուրիշ սեր է, որ նայում ես աչքին, այս քո աչքերի նմանը չկա, լիքն էլ կա, բայց էլ ուրիշ աչք չի տեսնում, առաջի օրեր այդպես է, վայ քո աչքերի գույնին մեռնեմ ես, վայ բոյ ու բարդդ, հիմա կես մետր կա բոյ չունի ավելի, մեր ազգի մեջ չկա տենց բոյ, վայ մեռնեմ այդ քո սիրուն քինթին դեր գործողությունը չես արի լավն է, մի ծերտա, չի ասում մի բանտուր, ամենը պատմում է, թե դու ինչ լավն ես, դու ինչ, քո ժպիտը, վայ ժպիտիդ նման ժպիտ չկա, որ ժպտում ես թույշը ցենց ծաղկվում է շատ սիրուն է, այդ լավն է, չէ, ծաղիկ առնում, ակնվում է մաքուր, ամեն ինչը նրա համար, դիմացինի համար, հիմա եթե մազերն էլ խառնված են, վայ մեռնեմ քեզի քամին տես մազերդ ինձ սիրունը խառնել իրար, որտև ես արել եմ ասում եմ, ոտանավոր իմ կրում կլարի համար, հիմա ձերս էլ չի աշխատում կրելու, բայց դժբախտաբար, երբ որ անցնում է տարիներ, սկսում է բողոքները, վայ այդ քո մազերդ ինչ ամոթել է, մատ սարքիդ ուզեց գալիս, աչքդ չի տեսնում միթե, և շատ խոսքեր, բայց կարևոր չի, ուզենք այդ առաջի սերի մասին խոսենք, որ ինչքան լավն է, զույգերը գիտեն, Երանի աղոթում ենք, որ այդ սերը չպակսի և ավելի շատանա, գիտեմ մի քիչ բնական բաներ կա, այսօր դասընտանական չի, բայց ում ասեմ այդ սերը, պահանջում է մարդու սովորեցնում, անընդհատ պատմում ես դիմացին, անընդհատ տեսնում ես նրան հրեշտակների նման, անընդհատ մի բաներ, որ կարող է ոչում աչքին չի գալի, ամուսնության ժամանակ քահանան հարցնում է սերի մասին և տղայից հարցնում է, պատրաստ ես ամեն պահ հիվանդ, առողջ, հարուստ, աղքատեսին և զույգից, տեր ես, ասում է տեր եմ, են էլ հնազանդ է, որտև այդ ժամանակ ամեն ինչը նրա մեջ է տեսնում և սիրում է ինչ ունի տա, որտև էդ է սեր, և Աստված այնպես աշխարհը սիրեց, որ տվեց իր որդուն, բայց նրա սերը ոչ թե չպակսեց, այլ օր էցօր ավելի մեր վրա շատացել է, և նույն սիրով սիրում է ինձ ու քեզ նա, բայց ես և դու նույնը չենք, շատ կարևոր է, որ մնանք հավատարիմ այդ սերի մեջ, որ ամենամեծ պատվիրանն է, հայտնության մեջ կհիշեք, երբ որ նամակներ է գրում Հովանեսը ստացած Աստծու կողմից օրհնությունը, Եփեսացիս եկեղեցուն ինչ է ասում, թողեք կարդանք ուղղակի Աստծո խոսքից հայտնության 2 գլուխ 3 համարից այսպես է գրված. Ես դու նեղություններ կրեցիր և համբերություն ունիս և իմ անունի համար աշխատեցիր և չթուլացար, բայց քեզ դեմ, այո, ունիմ, որ քո առաջին սերը թողել ես, արդիշիր, թե որտեղից վայր ընկար, առաջի սերը թողել ես, այն սերը, որ ես քեզ մեջ տեսամ, երբ որ ուզում իր ապաշխարեիր, հիշում ես քույր եղբայր, քո առաջին օրվա ապաշխարության սերը, նոր Հովանես եղբոր գիրքն իմ նայում սիրո ջերմ կաթիլներ, չէ, ինչքան սիրուն գիրք, և այդ առաջին սերը, այդ կաթիլները մեղրի պես թափվում էր, և ես ուտում, որ ապաշխարել ենք, էլ ոչինչ չինք տեսնում, մենակ եկեղեցին, իմ տունն է, իմ հովիվը, իմ ամեն ինչ իմ և վազում ենք, գնալով կամաց մարդ ճիշտ կարծես, երբ որ մեծանում է, տեղանգնում, սկսվում է մի սխալ քայլեր, սովորություններ և հետ ես քաշվում, կամաց, այսօր Տերը ինձ ու քեզ էս է ասում, մի մոռացիր քո առաջին սերը, որ Աստծոդ համար ունեիր և իր համար երգիր երգում, իրան փառաբանում էիր, ժամ ունեիր աղոթքի, ժամ ունեիր Աստծո խոսքի, ինչպես զույգիդ համար, ինչպես քո աղջկան և տղային սիրելու համար, ամեն ինչը թողնելով վազում էիր, ժամեր նստել նայեր իր աչքերին,
Հիմա չես ուզում մի հատ էլ այդ աչքերն էլ տեսնես։ Հոգևոր կյանքի մեջ թուլանում ենք եւ այդ պատճառը դառնում մենք չորանանք եւ սկսենք սխալ խոսքեր եւ արտահայտություններ։ Աստծո սերը պիտի իմ ու քո մեջ այսօր աճի եւ զարգանա եւ ինչպես ինքը Հիսուսն ուղղակի ասում, սա է ամենակարևոր պատվիրանը։ Սիրիր քո Աստծուն ամբողջ հոգով, սրտով, մտքով, էությունով, զորությունով, ոչինչ չի պիտի այդ սերի մեջ գա եւ արգելք դառնա։ Ես սիրում եմ քեզ։ Ինչու եք սիրում Աստծուն դուք? Հարց եմ տալիս։ Դուք ինչու եք Աստծուն սիրում? Հարկ Աստծու։ Հանկարծ ասում եք, սիրում եմ իրան, որովհետև ինձ փրկեց։ Սիրում եմ, որովհետև ինձ բուժեց։ Սիրում եմ, որովհետև ինձ օրհնեց։ Դրանք ամենը ստանալու է։ Սիրում եմ, որովհետև նա բարի է։ Սիրում եմ, որովհետև նա ինձ առաջ սիրեց։ Սիրում եմ, որովհետև նա սեր է։ Սիրում եմ, որովհետև սիրուն է, գեղեցիկ է, անուշ է, իմ սիրածս ամենագեղեցիկն է, ինչպես երկերկոցի մեջ ակրում, սկսենք պատմելը, ոչ թե ստանալու խոսքեր, որ առնելու լինի, ես մեկից պատմում եմ, որ իրան, ասենք, զգացումներ գրգրեմ, որ ինձ մի բան տա, չէ Տեր, ես քեզ սիրում եմ, որովհետև դու ինձ ամեն ինչ տվել ես։ Այն ժամանակ որ ես քո թշնամին էի, դու ինձ սիրեցիր։ Այն ժամանակ որ ես մեղավոր էի, դու ինձ սիրեցիր։ Հիմա ես եմ քեզ ամբողջ սրտով, ամբողջ հոգով, ամբողջ զորությունով սիրեմ, որովհետև դու սեր ես, որովհետև դու Տեր ես, որովհետև դու բարի եւ հզոր Աստված ես։ Տունը կկարդակ առաջին թագավորած 8-րդ գլխի 6 ու 7 համարները, իհարկե պարսկերենով առաջին Սամվելն է, բայց այստեղ առաջին թագավորած։ Երբ որ ժողովուրդը հասնում է միտեղ եւ Սամվելին կանչում են, ասում են Սամվել եղբայր դու արդեն ծերացել ես, քո երեխաները քո ճանապարհով չեն գնում եւ մենք ուզում ենք հեթանոսների նման ունենանք մեզ համար ինչ թագավոր։ Սամվելն ինչ անում։ Տխրում է։ Սիրտը կոտրվեց եւ աղոթք է անում Տիրոջ ներկայության մեջ եւ ասում ով Տեր, սրանք էս են ասում, Աստծո ձայնը գեղեցիկ բաներ է ասում, հիշում եք, ասում է Սամվել, լսիր նրանց։ Նրանք քո դեմ խնդիր չունեն, նրանց խնդիրը ես եմ, նրանք ինձ չեն ուզում։ Շատ կոտրված պիտի լինի Աստծո սիրտը, որ ժողովուրդը եւ ազգը ասի մենք քո թագավորությունը մերժում ենք, չենք ուզում։ Մենք ուզում ենք ուրիշների նման թագավոր ունենանք։ Տերն ասում է Սամվել, նրանք իմ սիրտն են կոտրում, ինձ են լքում, ինձ են մերժում, նրանք ինձի չեն ուզում, դու իրանց թագավոր։ Լսիր նրանց ձայնը։ Չհասնի այդ օրը, որ ես ու դու մեր Աստծուն չսիրենք եւ ասենք այդ թագավորությունը քո չենք ուզում։ Ես այսօր հայտարարում եմ, գա քո արքայությունը մեր վրա, Տեր Հիսուս։ Գա հայր մեր, որ երկնքում է, սուրբ լինի քո անունը։ Թող լինի քո կամքը եւ գա քո արքայությունը, քո թագավորությունը, որովհետեւ փորձել ենք եւ տեսել ենք ու ճաշակել ենք, եթե նրա թագավորությունն ու օրհնությունը մեր կյանքի վրա չլինի, մեր կյանքը անիծված կյանք է։ Իսրայել ազգը որոշեց ուրիշ թագավոր ունենա եւ Աստծո թագավորությունը թողեց եւ հետո դրանից հետո իրանց կյանքը դժբախտացավ։ Օր ավելի վատ կյանք ունեցան։ Եվ մինչև այսօր մերժելով այդ թագավորությունը ինչ դառը կյանք են անում։ Նորից Աստված ուղարկեց իր միածին որդին, որ նրանց համար թագավորություն անի։ Էլի ասան մենք սան չենք ուզում, անցյալում էլ չենք ուզեցել, հիմա էլ ասում ենք նրան խաչեցեք։ Մենք այս թագավորությունը չենք ուզում։ Եվ իրան մատնեցին դեպի խաչ։ Երկու անգամ պատմության մեջ այսպես ասենք, թողեցին աստվածային թագավորությունը եւ մինչեւ այսօր իրանց կյանքի դժբախտությունը տեսնում են։ Մինչեւ որ մի օր պիտի կանչեն եւ ասեն. «Արի ով Աստված, արի Հիսուս, արի մեզ փրկի ով թագավոր»։ Օրհնյալ է քո գալը մեր կյանքի մեջ։ Բայց մենք փառք Աստծո ընդունել ենք եւ այսօր ասենք Տեր Հիսուս, շնորհակալ եմ, որ քո թագավորությունը մեզ վրա է։ Սիրում եմ քեզ, Տեր Հիսուս։ Սիրում եմ քեզ, Հայր իմ։ Սիրում եմ քեզ, Սուրբ Հոգի ջան։ Սա են այն խոսքը, որ Իսրայել ազգը թողեց, մենք չթողնենք։ Նմուշներ ունենք։ Երբ որ Տեր Հիսուսը պիտի անցներ Սամարիայից, հիշում եք, այդ կինը ճաշվա ժամանակ,
եկավ հորի մոտ, որ Հակոբի հորիցը ջուր աներ իր համար։ Եվ որ Տեր Հիսուսին հանդիպեց ու խոսակցությունները, Տեր Հիսուսին ասավ ինձ էլ ջուր տուր, ասավ դու Տեր հրյա ես, ես Սամարացի ինչ հարաբերություն։ Ու հետո խոսքերը անցավ ինչե որ Հակոբի հորը մեր հայրը քեզանից ավելի մեծ էր, չէր ճանաչում նրան։ Դու դույլ չունես, ինձ է վեզում այսպես անես, եւ Տեր Հիսուս ինձ սիրուն պատասխանեց. ով կին, եթե գիտենայիր Աստծո պարգևը, որ թե ով է քեզանից ջուր ուզում, դու կխնդրեիր նրանից քեզ ջուր տա։ Որտեւ ես հորը եւ քո հայրը ամենը չորացան ու վերջացան, բայց այն ջուրը, որ ես քեզ կտամ, քո սրտումդ աղբյուրներ կսարքի եւ կբխի եւ միջև հավիտյան չի վերջանա։ Մարդկային աշխարհի ջրերը եւ սերը վերջանալու է, չորանալու է, կպրծնվի, բայց Աստծո սերը մեր սրտերում հավիտյան պիտի բխի եւ ուրիշներին էլ ջրի։ Ժողովուրդ, թողեք այսօր Աստված իմ ու քո սրտի մեջը սեր լցնի հանդեպ Իրան, որ սիրենք մեր Աստծուն ամբողջությունով։ Սիրենք ոչ թե մենակ ինձի բժշկես, սիրեն ոչ թե մենակ ինձի օրհնես, սիրեն որ ոչ թե այսօր իմ աղոթքը լսես եւ իմ երեխային ատրանքին տալիս է, որտեղ ինքն ասավ առաջ, էս խնդրեցեք, առաջ էս ուզեցեք։ Տեր ուզում ենք քեզի հետևենք, բայց թող գնանք առաջ էս գործնանենք, բայց թող գնանք առաջ այն գործնանենք։ Տեր Հիսուսը առաջին ասում է, եթե մեկը ինձ սիրում է, պիտի ամեն ինչը թողնի եւ գա իմ հետևիցը խաչ վերցրած, որտեվ խաչի վրա ոչ թե մենակ տանջանքներ, այլ Աստծո սերն էր։ Սիրիր քո Աստծուն, սիրիր քո ստեղծագործին, սիրիր քո ստեղծողին ամբողջ սրտով, հոգով եւ մտքով։ Սամարացի կին այդ օրը սիրով լեցվեց, ազատվեց ողերիցը, վախերիցը, ազատվեց ամեն մենակություններիցը, անցյալիցը, ամեն ինչ որ իր մեջ բարդույթներ էր, խնդիրներ էր, ազատվեց։ Եվ ոչ թե միայն այդ գնաց եւ ուրիշի փրկության պատճառ եղավ։ Երբ որ դպիրներից մեկը, փարիսիներից մեկը Հիսուսին հրավիրեց իրանց տունը Սիմոնը, այնտեղ հրաշք կատարվեց։ Մի կին կար, գրված է Սիրուն ասում Ղուկաս ավետանի 7-րդ գլխում։ Մի կին կար այդ քաղաքում, որ մեղավոր էր։ Ես որ կարդում էի, շատ ինձ համար գեղեցիկ ունի։ Մի կին կար այդ քաղաքում, կարծես մենակ այդ կինն էր մեղավոր։ Էլ ամենը մեղավոր չէին, բայց մի կին կար, այդ կինը հրաշալի կին էր, որ լսեց Տեր Հիսուս այդ տունը սեղան է նստած, ինչ արավ, անուշահոտ յուղ վերցրավ, կոտրված սրտով, առանցի որ մտածեր ինձի կարգել են, խանգարեն ու կհայհոյեն, մտավ դուրը բացավ Տեր Հիսուսի ոտքերի առջև ընկավ, սկսեց սեր ցույց տալը։ Լացերով, արտասուքներով, իր մազերով, այդ յուղով, օծում էր, օրհնում էր, լացում էր, լվանում էր, չորացնում էր ու վայելում էր։ Եկել ենք այսօր վայելելու, Աստծո սերը ընկնենք Հիսուսի ոտքերի առջև, փարվեմ ոտքերիդ, սերս ինչ անեմ, վայելեմ, փարվեմ ոտքերիդ, վայ ինչքան գեղեցիկ կլներ, կսիրեինք Հիսուսը ստեղներ փարվենք ոտքեն, ընկնենք ոտքերին, ստեղը միայն չենք տեսնում։ Եթե հավատանք, որ նա այստեղ ես, դու այստեղ ես Հիսուս, բայց քո գահդ փառաբանության մեջ է։ Դու այստեղ ես Հիսուս։ Մենք եկել ենք այսօր ոչինչ խնդրենք, ամեն։ Ինչ խնդրանք ունեք, խակեք, հավաքեք, դեն գծենք։ Եկել եմ մենակ նայեմ աչքերիդ, ասեմ Հիսուս, ինչքան սիրուն աչքեր ունես։ Ինչ սիրուն ես Տեր, քո ամբողջությունը սիրուն է, ոտից գլուխ անուշահոտ ես։ Ինչպես քո սերիցն էիր պատմում, հիմա պատմիր Հիսուսից ավելի անկեղծ։ Ու ճշմարտության մեջ այդպես է։ Այդ կին ամեն իր սերը արտահայտվեց, ինչ որ ուներ արավ, էլ չմտածեց ով ինչ կասի, որ ասեցին Սիմոն իր մտքում, փարիսիներ ուրիշ խոսքեր եւ Հիսուս նրանց հասկացրեց, որ Սիմոն, այս կինը ճիշտ է, մեղավոր է։ Շատ էլ մեղք ունի, քո նման չի, սուրբ ես։ Բայց հենց այդքան որ մեղք ուներ, հենց այդքան էլ սեր տեսավ ու ցույց տվավ։ Եկեք մեր սերը ամբողջությունով փառենք իր ոտքերին եւ ասենք Տեր, սիրում եմ քեզ։
Եկել եմ անուշահոտ փառաբանություններով, յուղերով, երգերով, ուզում եմ ցայնս լավը լինի, ուզում եմ վատը լինի, ուզում եմ բարձր, ուզում եմ ցած, աղջիկ, տղակին, մարդ, հարուստ, աղքատ, կարևոր չի։ Ես եկել եմ ասեմ Հիսուս, սիրում եմ քեզ։ Ամբողջ հոգով, մտքով, զորությունով ուզում եմ պաշտեմ քեզի, որովհետև ոչինչ քեզանից չեմ ուզում, քեզ ունեցող ամեն ինչ ունի։ Եթե Պետրոսի նման աղքատ օրերում ցուկ էլ չեն բռնել, երբ որ Տեր Հիսուսը օրհնեց եւ ցկներ բռնեցին, թողավ ամեն ինչ ընկավ Հիսուսի հետևից, որովհետեւ սա է ամեն իմ կյանքը, ոչ այս ցկները, ոչ իմ նավը, ոչ իմ տունը, սրանք Տեր Հիսուսի հետևից գնալուց ամեն ինչ կա։ Եթե սիրես նրան, կտեսնես, որ նրա սերը ամեն բան նվիրում է։ Մի մտածիր, մի վախենա, Տեր, պակաս կբերեմ, ստեղ չեմ կարող անցնեմ, ստեղ դժվար կլինի, եթե սրտան սիրես, ամեն բան քո համար կարելի կլինի։ Երբ որ մեր բաժակը սիրո պակսումը կես է դառնում, ուրիշ բաներ է լցվում, կասկածներ, վախեր, դժվարություններ, հարցեր եւ դժբախտաբար շատ խնդիրներ ընտանիքի մեջ նույնն է լինում։ Երբ որ մարդու կինոջ սերը իրար դիմաց պակասում է, այն ժամանակ մարդը եւ կինը ուրիշ տեղա սեր ճարում։ Գնում է դեպի դժբախտաբար դավաճանություններ։ Մոռացավ իր այն սերը եւ պատմությունները։ Ուրիշի աչքերի մեջ նորից այդ գույները տեսնում։ Ուրիշ տեղեր է իր հանգիստը գտնում։ Եվ կյանքը սկսում է քայքայվել։ Եկեղեցուց հեռանալը ցույց է տալի, որ ես ու դու այդ իսկական սերից հեռացել ենք։ Ոչ մի ուրիշին մի մեղադրիր։ Երբեք մի մեղադրի այդ գեղեցիկ երգն ունենք։ Մի մեղադրի ուրիշին, խնդիրը իմ մեջ է, քո մեջ է, որտեվ այդ մեր սերի չափը ու չափանիշը քչացել է, ուրիշ բան եկել է տեղը բռնել է։ Մեր վիտամինը սիրո պակսել է եւ հիմա կնջիրներ ու ցավեր ու դժվարություններ է ստեղծվել։ Եթե Աստծո սերը իմ ու քո մեջ լինի, կարող ենք ամեն բանը հավատալ, հասկանալ, սիրել, որտեվ սերը նախանձ չունի։ Առաջին Կորինթացիս 13 գլխի մեջ կարդում ենք. Սերը ամեն բանը սիրում է, հավատում է, համբերում է։ Սերը չի նայում էս ով է, այն ով է, էս ինչ քարոզեց, այն ինչ խոսեց։ Սերը Աստված է, դու Աստվածանից լիքն ես։ Աստծո սերը ինձ ու քեզ օգնում եւ օրհնում է, որ առաջանանք, ուրիշների սխալները ծածկենք, ուրիշների տկարությունները զորացնենք, ձեռքները բռնենք, չենք ավելի քաշունցած ուրիշներին ուրախանալով ընկնելը։ Սերը ինձի դրդում եւ քաջալերում է, որ հավատարիմ մնամ։ Որտեվ տեսնում եմ Աստծո սերը բախշող, ներող սեր է, ես էլ նույնն եմ, ես չեմ պահանջում։ Եթե Աստծո սերով լիք լինես եւ Աստծո սիրով վայելես, ամեն օր վեր ես կենում, ամեն օրդ կյանքդ սիրո մեջ ես ապրում, պակասություն չկա, ունես նվիրելու, գանձերդ լիքն է, բանկդ լիքն է, փողերդ լիքն է հոգով, կարող ես տաս, չես սպասում մեկը քեզի պիտի այսօր տա, ում հետ համ դիմեմ, ինչ անեմ, ինչ դեր խաղամ, ինչ դերասանություն անեմ, որ մարդկանց ուշադրությունն ու խնդիրը ասեմ դեպի ինձ լինի, որ ինձի տան, ես տվող եմ, ես սիրով լեցված եմ, կարող եմ ամենին սիրով լեցնեմ։ Հովանեսի նման մտավ իր տարիքով այն օրերում մենակ մանր գալի եւ ժողովրդին մի բան էր ասում. Աստված սեր է, Աստված սեր է, Աստված սեր է, սիրեք իրար։ Բայց եթե ուզում եք իրար սիրենք, ուրիշներին սիրենք, առաջ պիտի Աստծո սերը մեր մեջ լիքնի։ Ես սիրում եմ իմ Աստծոն։ Սամարացի կինը, այս քույրը, որ Մարիամն էր, Մագդաղեցին կամ ուրիշը, այդ սերը ցույց տվան։ Պետրոս Արաքյալը մի քիչ պակսեց այդ սերից է, որ ուրացավ։ Այն գիշեր, երբ որ ուրացավ, դառը կյանք ապրեց։ Որովհետև ամբողջ իր մասին էր մտածում, որ ես պիտի ինչ լինեմ։ Մինչև այն օրհնյալ օրը, որ Տեր Հիսուսը իր բժշկությունը բերավ իր համար։ Եվ ես ուզում եմ այս մասը հետո իրար հետ անենք անպայման։ Հովհաննես Ավետարանի 21 գլխումը գիշեք։ Այն օրը, որ նորից Պետրոսը հագավ մարմնավոր կյանքի օրերի այդ հանդերձները եւ գնաց գնորսությամբ։ Մոռացավ, որ թե ինչ կոչում ուներ։ Բայց այն օրը Պետրոսի բժշկության խորը օրն էր, լավ օր էր իր համար։ Եվ ես ուզում եմ Աստված շնորհ տա, որ մենք անենք իրար հետ այդ գործն անենք։
Հովհաննես Ավետարանի 14 գլխումը այսպես ենք նորից կարդում սերի մասին 21 համարումը ասում է եւ ես ով որ իմ պատվիրանքները ունի ու նրանց պահում է նա է ինձ սիրողը եւ ինձ սիրողը իմ հորիցը կսիրվի եւ ես կսիրեմ նրան եւ ինձ կհայտնեմ նրան 23-ից Հիսուսը պատասխանեց եւ նրան ասեց եթե մեկն ինձ սիրում է իմ խոսքը կպահե եւ իմ հայրը կսիրե նրան եւ նրա մոտ կգանք եւ բնակություն կանենք նրա մոտ ինձ չսիրողը իմ խոսքը չի պահ Այսքան բարձ Հիսուսը խոսում է Ես սիրում եմ քեզ շատ լավ ես անում ցույց տուր Սերը ասամ տալիս է Դե Հիսուս ասում է եթե մեկը ինձ սիրում է իմ խոսքերը իմ պատվիրանները կպահի Իմ պատվիրանները պահողն ինչ է այսինքն Սիրիր քո կնոջդ Սիրիր քո ամուսնուդ Սիրիր քո որդուդ Սիրիր քո հորը մորը բարեկամին հարազատին հարևանին եւ թշնամուն Սիրիր այսինքն դուր քեզանից մի բան պիտի տաս Եթե սիրես ինձ եւ իմ պատվիրանները պահես ես եւ իմ հայրը կհայտնվենք քեզի եւ իմ հայր հորս կողմից կսիրվես Շատ անգամ ես ու դու աղոթում ենք պարգևների համար ունենանք զարմանալի պարգևներ պաշտամունքից սկսված մինչեւ ուրիշ ծառայություններ հրաշքներ բժշկություններ ու քիչ է կատարվում Ինչու որովհետեւ մի կարևոր բան դեռ մեր մեջ չենք սկսել Եթե ուզում ես հրաշքներ ունենաս, եթե ուզում ես հաղթական կյանք ունենաս, պիտի Աստծո որդու պատվիրաններ պահելով թույլ կտաս, որ Տերը, Հայրը, Որդին, Սուրբ Հոգին քո մեջ բնակվեն։ Եվ երբ որ այդ բնակչություն կա, ինչ է կատարվում։ Անկարելի է հրաշք չկատարվի։ Անկարելի է բժշկություն չլինի, որտեղ երբ որ ամբողջությունը մեր աստվածայինը, տերունականը, անպայման քայլերն էլ հաղթական է։ Էլ պետք չի ես աղոթեմ Տեր ինձ մենակ բժշկության պարգևը տուր։ Այն ժամանակ Պողոս առաքյալին ման որ լեցված էր այդ օրհնությունը Քրիստոսի հետ ապրելուցը, որ քայլում էր բժշկություն էր կատարվում։ Իր մարմնիցը թաշկինակները քսում էին եւ տանում էին, դպչում էր ուրիշներին, բուժվում էին։ Այս մենք փորձել ենք ու տեսել ենք անգամներ։ Լավ հիշում եմ կենտրոնական եկեղեցում հրաշալի ժողովներ ունենք մի շաբաթ։ Եվ մարդիկ եկան եւ բժշկվեցին, այդ օրերը ես լավ հիշում եմ, այնքան այդ Աստծո սերը խորն էր իմ մեջ, այդ ժամանակները որ ունենք իր հետ, սիրահարական, ոչ թե մտնում եմ այսօր ծունգի կամ աղոթքի, ասամ առաջի բանը մտածամ, Տեր օրհնի որ կանամ քար, ասամ հա տես սկսեց, էլի պահանջը սկսեց։ Չես եկի ասես քեզ սիրում եմ, եկես ասես օրհնի որ այսօր լավ քարոզեմ։ Չես եկի ասես այսօր եկել եմ առավոտանց ասեմ բարի լույս հայր։ Ոնց ես Տերս Լավ ամեն ինչը Սիրում եմ քեզ, ինչ անեմ քեզ համար Ամեն ինչ պահանջա մերը Հենց ծունգի են գալի, առաջ մի երկու հատ բար Հայր մեր, որ երկնքում ես, սուրբ լինի քո անունը, գա քո արքայությունը Տուր մեր ամեն օրվա հացը Ճիշտ է Տեր Հիսուսն ասորած, բայց շուտ մենք հասնենք ստեղ Տուր մեր ամեն օրվա հացը Եվ ներիր իմ հանցանքները Ամենակարևորը highlight ասած այդ ամենակարևոր տեղ, որ անում ենք իմն է Բայց եթե կանգնում եմ եւ ասեմ, հայր քեզ սիրում եմ քեզ Տեր, այսօր եկել եմ ասեմ, որ ամբողջ սրտով, հոգով ուզեմ իմ սերը արտահայտվեմ եւ ասեմ, ինչ անեմ քեզ համար։ Ես ինչ քեզ համար պիտի անեմ։ Սա այն խոսքն է, որ Տեր Հիսուսը, եթե այդպես անենք, հայրս էլ ձեզ կսիրի եւ ես ու հայրս կգանք ձեզ մեջ կապրենք, ձեզ մեջ կլինենք։ Միթե կլինի, միտեղ հայրը, որդին, Սուրբ Հոգին լինեն ու բան չկատարվի։ Ուրեմն մի բան խնդիր կա իմ ու քո մեջ։ Անկեղծ ասենք, ինքնես քննենք, ինչպես Հրաչն ասավ։ Ամեն մարդ թող իրան քննի։ Տեսնի ինչն է պակաս խախտվելը, խառնվելը, մի բան տեղը չի։ Որտեւ երբ որ ամեն ինչ տեղը լինի, անպայման զորավոր գործեր է կատարվում։ Ես ու դու փոխարեն Աստծո սերից պակսենք ու դավաճանենք ու հեռանանք, թող այսօր դավանենք, որ Հիսուսն է Տերը եւ ես նրան սիրում եմ եւ նրա համար եմ ապրում։ Աստծո խոսքը մեզի օրհնում է այս խոսքով, եթե քույրերին, եղբայրներին, թշնամիներին սիրես։ Հիմա մեզ համար կարևոր է սա, որ
խոսքով չի, ասելով չի։ Եթե ասում եմ քեզ սիրում եմ, պիտի անպայման մի բան ցույց տամ։ Շատերն են ինձ ու քեզ ասում սիրում եմ քեզ։ Ես ու քեզի զանգեիմ, քո մտքին էիմ։ Ամեն ինչ ասելով է, բայց մի բան ես ցույց տալի մարդկանց, մի ծաղիկ, մի փոքր նվեր, մի փոքր ժպիտ, մի հատ շոյել, ինչքան փոփոխություն է կատարվում, ինչ մեծ բժշկություններ է կատարվում։ Ես սիրում եմ քեզ Տեր Հիսուս։ Պողոս առաքյալը քանի օր դաս եմ տալիս եկեղեցուն միտեղ Zoom-ով։ Գաղատացիս եկեղեցու հետ խնդիր է ստեղծվել, որտեղ գաղատացիները շատ օրհնված եկեղեցին ինքն էր այդ եկեղեցին հիմնադրել, բայց ասենք հрьяաները մտել են եկեղեցու մեջը եւ խառնել էին, ասում են փրկությունը Հիսուս Քրիստոս եւ օրենք։ Պողոսը բարկացած նրանց նամակները գրում եւ իրանց շատ խիստ է հանդիմանում, ով հիմար գաղատացիներ։ Այսինքն այսօր մենք եկեղեցում մի տենց բան ասենք, չեմ կարծում մեկը շատ սիրի։ Ով հիմար գաղատացիներ, ով ձեզ խափեց, որ մոռացաք թե փրկությունը ինչպես եք ձեռք բերել։ Եվ իրանց ինչ է ասում։ Ասում է ես լավ հիշում եմ 4-րդ գլխումը։ Մի ժամանակ դուք ինձ ընդունեցիք իբրև Աստծո հրեշտակ եւ շատ էլ ասեմ Քրիստոս Հիսուսի նման ու պատրաստ էիք այդ սիրո համար ձեր աչքերն էլ հանեիք տայիք ինձի։ Բայց հիմա ինչ է եղել որ թուլացել եք ու մոռացել եք որ դուք գերի կնոջիցը չեք, ազատ եք։ Դուք Հագարիցը չեք, օրենքը Հագարն էր նմուշը եւ իր որդին Իսմայելը որ գերիության լինեք։ Դուք ազատ կնոջից եք, դուք ազատ մարդիկ եք։ Ինչու եք մտել այդ սխալ խոսքերի մեջը, թե աշխարհն եք ընդունում, թե Քրիստոսը, անկարելի բան է, որտեղ Մատթեոսի ավետարանի մեջ էլ գրվում է, չի լինել երկու աղայի ծառայելը, կամ պիտի մեկին սիրել, մեկին թողնել։ Մենք հիմա կարողացել ենք այդ գործն անենք։ Ինչ որ Տեր Հիսուս ասում էր չի լինել, հիմա լինում է։ Տեր Հիսուս ջան կներես, մենք անկարելիներ կարելի ենք դարձնում։ Այն դարը չի որ չլիներ, հիմա լինում է։ Մի աղբյուրից չի լինի երկու ձև ջուր դուրս գա, ինչպես չի լինի, Տեր, գալիս է։ Խաղսր ջուր էլ գալիս է, աղի ջուր էլ կա, թթու էլ կա, դառն էլ կա։ Որտեվ մենք խառնել ենք կանոնները։ Մենք սխալ ենք ապրում սիրելիներս։ Մեր կեսը լցված է աշխարհով, կեսը լցված է եկեղեցիով։ Որտեվ մեր կյանքն էլ է եկեղեցական կյանք։ Չի եղել ամենօրյա զորավոր հարաբերության հաստատ ու լավ կյանք Տեր Հիսուսի հետ։ Այսպես եմ խոսում, որտեվ եկեղեցին նոր կյանք պիտի ապրի, Աստծո սերով լցված, որ սիրենք իրան մեր ամբողջությունով, եթե պիտի վնասվեմ, եթե պիտի չգիտեմ ինչ պատահի, կարևոր չի, որտեվ եթե նրան ամբողջ սրտով, հոգով, մտքով, մարմնով սիրեմ, նա ինձ ու քեզի կպահի ու կպահպանի։ Էլի չեմ ուզում մի երաշխիք վերցնենք մեզ համար, ես անում եմ, որ այն լինի, չէ։ Ես ուզում եմ իրան սիրեմ, որովհետև սիրելի է։ Ես ուզում եմ իրան սիրեմ, որովհետև նա բարի է։ Ես իրան սիրում եմ, որովհետև իմ Տերն է, իմ հայրն է, իմ կյանքն է, ամբողջությունն է։ Եկեք վերադառնանք հայտնությունից նորից էս ասենք։ Որտեղից ընկամ ես Տեր, ինչ պատահեց, ով ինձ խանգարեց, ում լսեցի, ով պատճառ եղավ։ Ես ասում եմ ոչ ոք, հենց ինքս։ Ես եթե Աստծո սերով լիք լինեմ, տեղ չունեմ ուրիշ ինձ խափի ու խանգարի։ Երբ որ ես նայում եմ իմ սիրականին եւ ամբողջ այդ իր լինելը, իր էությունը, հենց այնա որ ես եմ տեսնում, դարեր էլ անցնի չի պիտի փոխվի, բայց որ աչքերս հետ եմ դարձնում ուրիշ բան եմ տեսնում։ Մի օքի պատմություն էր ասում էր մի հատ գեղեցկուհու տեսավ, ասավ վայ, ես սիրում եմ քեզ, ինչքան գեղեցիկ ես, դու միակն ես, քո նմանը չկա ինչպես մենք ամենս ասել ենք։ Գեղեցկուհին ասավ, չէ, ինձանից գեղեցիկն էլ կա, հետևը հետառնայի դարավ, սա ոչ չկա, ասավ տեսար, սուտ իր ասում։ Եթե ճիշտ իր ասում, հետ չի դառնա։ Եթե ես եմ քո սիրածը եւ գեղեցկուհին, դի չկասկածես։ Նայիր Քրիստոսի սուրբ աշկերտին խաչին վրա, որ թափում է Աստծո սերը, եւ միջև վերջ հավատարիմ կանգնում եւ ասում է հայրը վերջացավ։
Թող մեր սերն էլ դեպի Աստված այդպես լինի, կատարյալ, ես սիրում եմ քեզ Տեր, նվիրվում եմ քեզ Տեր, հանձնվում եմ քեզ Տեր, հավատում եմ քեզ Տեր եւ այսօր դավանում եմ, միայն դու ես իմ կյանքը, Տերը, Փրկիչը, ոչ եկեղեցին, ոչ մարդը, ոչ հովիվը, ամեն օրտնյալ են, բայց դու ես իմ սերը, առաջին եւ վերջինը։ Եվ ուզեմ հիմա վերջին պահը ոտքի կանգնենք ամենս Պետրոսի այդ քաղցր անալիզը, որ Աստված իր հետ արավ այդ քննությունը կատարենք։ Թողեք Հովհաննես ավետարանի 21-րդ գլուխը բացվեն, եթե տունն էլ կկարդաք, ես կկարդամ։ 15-17 համարների մեջ առաջ կարդում եմ, եւ երբ որ ճաշեցին, Հիսուս ասեց Սիմոն Պետրոսին. Սիմոն, Հովնանի որդի, սիրում ես ինձ դրանցից ավելի։ Նրան ասեց. այո Տեր, դու գիտես, որ ես սիրում եմ քեզ։ Նրան ասեց. արածեցրու իմ գառները։ Դարձյալ ասեց նրան. Սիմոն Հովնանի որդի, սիրում ես ինձ։ Նրան ասեց. այո Տեր, դու գիտես, որ ես սիրում եմ քեզ։ Նրան ասեց. արածեցրու իմ ոչխարները։ Երրորդ անգամն ասեց նրան. Սիմոն Հովնանի որդի, սիրում ես ինձ։ Պետրոսը տրտմեցավ, որտեվ երրորդ անգամը նրան ասեց, թե սիրում ես ինձ, եւ նրան ասեց. Տեր, դու ամեն բան գիտես։ Դու գիտես, որ ես սիրում եմ քեզ։ Հիսուսը նրան ասեց. արածեցրու իմ ոչխարները։ Տեր Հիսուսը ուզում էր Սիմոն Պետրոսին բժշկեր։ Ես այդպես եմ մտածում եւ լսել ենք էլ անպայման։ Այդ 3 անգամ ուրանալուց հետո 3 անգամ իրան մեջը այն ցավերը, որ փախնում էր, կարող անընդհատ աշակերտները իրան հիշեցնեին, թե Պետրոս դու ուրացար։ Հիմա ուրանալու տեղ դավանիր։ Տեր Հիսուս ասում է, ինձ սիրում ես, Սիմոն, Հովնանի որդի, Պետրոս չի ասում։ Այո Տեր։ Երկրորդ անգամ այո դու գիտես, երրորդ անգամ ասում այո դու ամեն բան գիտես։ Դու գիտես ես ինչ եմ արի, դու գիտես ես ինչ սխալներ եմ արի, դու գիտես ես ինչ ծուռ ճանապարհ, դու գիտես ես շատ խոսքեր ասացի, բայց հիմա սրտանց եմ ասում Տեր, սիրում եմ քեզ։ Արածեցրու իմ ոչխարները։ Հիմա ուզեմ ես ձեզանից հարցնեմ, ոչ թե ես Հիսուսն եմ, ես էլ ձեր նման։ Եվ դուք բարձր պատասխանեք։ Եկեղեցի, արդյոք ինձ սիրում ես ամեն ինչից ավելի։ Բարձր ասա, արտահայտվի։ Ծառայեք իմ ժողովրդին։ Ժողովուրդ, արդյոք սիրում եք ինձ, Հիսուսն ասում է։ Բացիր բերանդ, ասա, խնդրում եմ։ Պետք ունես ասելու։ Այո Տեր, սիրում եմ քեզ, ասա։ Եվ երրորդ անգամ նորից։ Ժողովուրդ, Տեր Հիսուսն ասում է, արդյոք ինձ սիրում եք ավելի ամեն ինչից։ Այո Տեր, սիրում եմ քեզ։ Եվ հիմա Տերն ասում է, եթե դու ինձ սիրում ես, արժանի ես այս դաշտի մեջ ծառայես։ Եթե մի բաներ արկել կա չի թողնում, ասես սիրում եմ քեզ, ու բան Սուրբ Հոգին քեզի հանդիմանում է, որ ասում է, դե դու հիշիր այս գործերն էլ անում ես, եթե սիրում ես, բա ինչու աշխարհի հետ կապերդ, կյանքդ խառնա, մի բաներ կա, որ դեռ չի թողնում 100-ից 100 սերդ իրան արտահայտվես, ժամանակն է, որ խոնարհվես եւ ասես Տեր, սիրելով քեզի ուզում եմ այսօր ազատվեմ ամեն աշխարհային, մարմնավոր, նյութական սերերիցը, այն որ իմ կյանքս, ընտանիքս, եկեղեցական հոգևոր կյանքս խառնել ու խախտելը ես ուզում եմ բոլորիցը ազատվեմ եւ քո մաքուր սիրուց լցվեմ։ Իմ ժողովուրդն ասում է Տերը, ինձի որ կենտանի աղբյուրն եմ թողել են եւ գնացել են իրանց համար փոքր կոտրված ավազաններ են սարքել, որ ջուրը չի պահում իր մեջ։ Եկեք վերադառնանք դեպի Տերը, ով Սեմ մարգարեն ասում։ Թող նա մեզի զարկե, եթե պիտի զարկե, մեզի կտա ինչ որ կպատահի մեզ համար, կմեռնենք, կթաղվենք, բայց ինքը մեզի կսաղացնի, կկենթանացնի
եւ կսկսենք Աստծո ներկայության մեջ առողջ ու ողջ ապրելը։ Քո սրտիդ խոսքը երգը նրան ասա. Տեր, սիրում եմ քեզ։ Եթե ուզում ես բժշկվես, մի հատ ճանապարհներից հետո քո բերանդ բացի, շրթներովդ արտահայտվիր Աստծուն քո սերը։ Մի թող փակ մնա քո բերանը, որովհետև եթե այսօր փակես, դժվար է բացվելուն հետո։ Սիրիր քո Աստծուն ամբողջ սրտով, մտքով, հոգովդ եւ զորությունովդ, որովհետև մեր Աստվածը մեկ Աստված է։ Նա է միայն սիրելու Աստվածը, այն Աստվածը, որ մեզ համար հայր է, որ մեզանից վրեժխնդրություն չարավ, այլ մեր պատճառով իր որդուն զոհեց։ Եվ Աստված այնպես սիրեց աշխարհը, որ իր միածին տվավ, որ դու չկորչես, այլ ապրես հավիտենական մի կյանք։ Պատրաստ լինենք Քաղաքացիս եկեղեցու այն սկզբնային օրերի նման մեր աչքերը, մեր կյանքը, մեր էությունը, մեր ամեն ինչը, ունեցվածքը, ստացվածքը փառենք իր ոտքերին եւ ասենք. Հայր, սիրում եմ քեզ։ Աստծո սերը մեծ է, շատ է, հրաշալի է, հզոր է, թող լեցնի իմ ու քո սիրտս։ Սիրելի, եթե խնդիր ունես ուրիշների հետ, ընտանիքիդ հետ, եկեղեցուդ հետ, չգիտեմ ինչ որ կա, ես հավատացած եմ, ամենը սերի պակասությունն է։ Տեսնում ենք մեր Տեր Հիսուսին այդ սերով եկավ աշխարհ, թշնամիներին սիրեց, փարիսեցիներին սիրեց, ազգերին սիրեց եւ ամենի համար իր կյանքը զոհեց։ Խաչի վրա չասավ հայր, այս փարիսեցիներին չներես, ինչպես Դավիթ իր որդուն Սողոմոնին խրատեց, որ զգուշ էլի նրանց մասին, որ իրան վատ էին արել։ Տեր Հիսուս ասավ հայր, այս դպիրներին չթողնես արքայություն մտնեն, չթողնես էս ու են, Պետրոսին չներես, որտեվ ինձ ուրացավ, այլ ասավ հայր, ներիր սրանց, որ չգիտեն, թե ինչ են անում։ Ամենին սիրելով, այն մարդը, որ իր կողքին էր, ավազակ էր եղել մի օր, դրախտային դարձրեց։ Թող լեցվենք այդպիսի սիրով, սիրենք մեր Աստծուն, մեր ստեղծողին, մեր արարիչին, մեր հայրը, որդուն եւ Սուրբ Հոգուն ամբողջ հոգով, մտքով, մարմնով, էությունով, բնությունով եւ զորությունով։ Նայիր նրա աչքերին ուղակի, նայիր Հիսուսի Սուրբ աչքերին, որ քեզ է նայում։ Եվ հիմա խնդրում եմ ես վերջի րոպեների մեջը, առանցի որ քո համար, ընտանիքիդ համար մի բան խնդրես, միայն խնդրվենք եւ աղաչենք Աստծո սերը մեզի լեցնի, այդ սերը, որ հավիտենական, հավերժական եւ չի պակսում, եւ Աստված իր սերը քո մեջ կտնի, Սուրբ Հոգով կփառի այդ սերը քո սրտիդ մեջը, ամբողջ այդ դատարկ մասերը այսօր պիտի լեցվի, ու երբ որ խոսում ես մարդկանց հետ, նայում ես նրանց, մարդիկ կտեսնեն Աստծո սերը քո մեջ, սիրահարված։ Գործ երկերկոցի մեջ ինչպես է պատմում իր սիրեկանիցը, իր ամբողջ սրտիցը, իմ սիրականը ամենագեղեցիկն է, ամենաանուշն է, նման չունի, մազից, ոտից գլուխ պատմում է, կարող ես այդպես պատմես մարդկանց, առանցի խոսել կարող է, երբ որ այդպես ապրես, քո վկայություն ավելի զորավոր ու ուժեղ լինի, քան թե ուզենաս խոսքերով ու գրքերով մեկին փաստես, թե Աստված սեր է։ Աստված սերը պիտի ցույց տանք, Աստված սերը պիտի ապրես։ Տեր Հիսուսի անունով հայր աղոթում եմ, Աստծո սերը այստեղ մեզի լեցնի յուղի պես, որ մեր թորոմած կյանքերը նորից կյանք ստանա, ծաղկի մեր մեջ նոր սեր, այն սերը, որ կարող է ամենին ընդունել, գրկել, սիրել եւ օրհնել։ Hallelujah, hallelujah, Hazor. Let's rook, oh God, let's rook, oh Sira, uzum emase, for Sirum emkes, uzum emase, for Sirum.
Եվ կարոտո եկել եմ դեր Քո ներկայության մեջ Գիտեմ առանց քեզ Ես ոչինչ եմ քանզի սերդ ով Տեր ճաշակել
Տերը, Թագավորը ու ներիր ինձ անձամբ, ներիր ինձ եւ մեզ, որ մոռացել եւ թողել ենք առաջի սերը եւ չենք հուսահատվում, քանի որ իմանում ենք քո ներկայության մեջ հուսահատություն տեղ չունի։ Մենք չենք ամանչում, այլ ապաշխարում ենք ու խոնարհվում ենք քո առջև ասելով Տեր, տուր ինձի նույն սերը, Տեր Հիսուս, որ քո հորը դիմաց ունեիր, այն սերը, այն հարգանքը, այն հանձնված հոգին։ Ուզում եմ Տեր վերանորոգես, վերականգնեցնես իմ մեջ այն նոր աստվածային շնորհալի սուրբ սերը, այն ինչ որ կարող է աշխարհքին, ընտանիքին, իմ քաղաքը, երկիրը, ժողովրդին օրհնի եւ փրկի Տեր։ Այն ինչ որ կարող է եկեղեցու մեջը, ինչ որ իմ մեջ պաղել է ու սարժել է, նորից ջերմացնի ու տաքացնի Տեր։ Լեցրու ամենից այդ սերիցը։ Լեցրու այն սերը, որ երբ որ իրար հանդիպում ենք եւ դուրս ենք գնում, այդ սիրո յուղը անուշահոտ խունգի պես ամեն տեղ մեզ հետ գա։ Այդ կնոջ նման կարողանանք ցույց տանք մեր սերը, թափենք քո ոտքերին, լացենք, արտասվենք, յուղենք, չորացնենք եւ չլսենք ով ինչ է ասում։ Կորած որդու նման, որ իր կյանքը անառակության մեջ անցածնում էր, երբ որ մոռացավ հոր տան սերը եւ հոր գիրկը, ինչ աղքատություններ ապրեց, բայց որ վերադարձավ, նորից մտավ այդ սիրո այգին եւ պարտեզը եւ քո գիրկը այսօր բաց է ընդունելու ինձ եւ մեզ, որ ասի իմ զավակս կորած էր, գտնվեցավ, մեռած էր, կենթանացավ եւ այսօր Աստծո սիրով վերադառնամ իմ տունս, իմ քաղաքս, իմ բարեկամներիս մեջ, ում որ ատել եմ, ում որ չեմ սիրել, ումից որ զզվել եմ, ինչ որ արել եմ, ինչ որ խառնել եմ, Տեր ուզում եմ իմ մեջ ջնջվի, բնաջնջվի եւ Աստծո սերը գալեցնի, որ սիրեմ քեզ առաջ, որ քո պատվիրանները պահելով կարողանամ ուրիշներին սիրեմ։ Որտեղ դու ասացիր ամենամեծ պատվիրան սա է, սիրիր քո Աստծուն ամբողջ հոգով, սրտով, մտքով, զորությունով եւ երկրորդն էլ նույնն է, սիրիր քո ընկերոջը, հարևանին, քո անձի պես։ Տեր այդ սերը այսօր այս եկեղեցուց թող լույսի պես տարածվի խավարի մեջ։ Ինձանից սկսված ամեն մեկից մեջ։ Հալելույա։ Hallelujah, hallelujah. Zor este.